Հայաստանի սրտում Արա լեռան լանջին թաքնված է մի սրբավայր, որ դարեր շարունակ եղել է մաքրության, զոհաբերության և հավատքի խորհրդանիշ։ Ծաղկևանքը քարայրում փորված մի մատուռ է, որի գերբնական զորության մասին վկայում են ոչ միայն մարդիկ, այլև քարերն ու սուրբ ջրերը։ Հատկանշական է, որ սրբավայրը համախմբում է և քրիստոնեական, և հեթանոսական հավատալիքների տարրեր։ Մոտակա բնակիչները խոր հարգանքով պահպանում են բոլոր ավանդույթները, նշելով տարբեր տոնակատարություններ, որոնք պարունակում են թե եկեղեցական կարգեր, թե հնագույն նախաքրիստոնեական հավատամքի ծեսեր։ Այդ յուրահատուկ համադրությունը ստեղծում է այնպիսի հոգևոր մթնոլորտ, որտեղ անցյալն ու ներկան, հավատքն ու առասպելը գոյակցում են ներդաշնակորեն։ Ծաղկևանք ինքը շատ հոգեհարազատ սրբատեղ է հայ մարդու կյանքում, հոգեհարազատ ուխտատեղ ամեն մեկի համար, որտև խնդակատար է Սուրբ Վարվարան, և երբ որ մարդիկ գալիս են դեպի այս սուրբին ուխտի, իրենց մտքում ունենում են դեպի աղոթքը, խնդրանքը, և տեսնելով սրբուին նրան սրտից դուրս եկած աղոթքը, խնդրանքը դեպի իրեն և դեպի առաստված կատարում է, եթե հավատքով և հույսով սիրով ես գնում դեպի իրեն։ Մանկության տարիներին և առավել ևս աթեիստական այս շրջանում, դա ընդհանրապես այսպես մի քարանձավ էր, այդպես, որը սրբավայր էր դարձել արդեն հիշատակված Կույս Վարվարայի պատվին, որտեղ թաղված էր սրբուհու գերեզման էր այնտեղ, ամփոփված էր նրա մարմինը, և դա դարձել էր սրբավայր։ Եվ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ այդ քարանձավում ամբողջ տարվա ընթացքում, անկարգ երբ Արարատի լեռան գագաթին ձյուն չկա, բայց ամբողջ տարվա ընթացքում ջուր է կաթում քարանձավի մեջ։ Տոնական օրերին քարանձավը լցվում է ուխտավորների աղոթքներով, գոհաբանական երգերով ու խունկի անուշ բույրով։ Ավանդական ուտեստները կրոնական ծիսակատարություններով զուգորդված երգն ու պարը վերածվում են մի յուրօրինակ կամրջի, որ ձգվում է դարերի ու պատմության վրայով ընդգծելով հայ ժողովրդի ունեցած հավատքի բազմաշերտությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը։ Ամեն տարի Սուրբ Վարագա խաչի տոնին հաջորդում է առաջիկա 3 շաբթի օրը միշտ տոնում ենք Սուրբ Վարվարա Կույսի հիշատակությունը եւ մենք էլ որպես մեր հովությունից ներս գտնվող սրբատեղի միշտ գնում ենք այնտեղ պատարակ ենք մատուցում, հիշատակում ենք բազմաթիվ ուխտավոր հավատացյալների աղոթական ներկայությամբ, խնդրում ենք մեր ազգի կարիքների համար, մեր ժողովրդի ցավերի ամոքման համար, մխիթարության համար, որ Սուրբ Վարվարա Կույսի բարեխոսությամբ մեր ժողովուրդը գտնի հոգևոր մխիթարություն։ Դարեր շարունակ այս վանքը եղել է սիրելի ու ցանկալի ուխտավայր։ Այստեղ եկել են հիվանդներն ու բժշկություն ստացել, մայրացել են անպտղաբեր կանայք ու բյուրավոր աղոթքներ իրենց պատասխանն են գտել։ Ես հայատում նստած էի, մի անծանոթ մարդ մոտեցավ ինձ, ասեց հարսս երեխա չի ունենում, ոնց անեմ, որ ինքը երեխա ունենա։ Ասի դուք բարձրացեք Արայի լեռը հրաշքներ ա կատարվում, դուք ընդ եթե բարձրանաք, հլնեք այդ եկեղեցին, մի անգամից ձեզ Աստված մի զավակ կպարգևի։ Ու իրենք բարձրացել էին այդտեղ, անցավ մի 10-11 ամիս, իրանք նորից հետ եկան այստեղ, ասին ինչ նպատակով դու մեզ ուղարկել էիր այդտեղ, այդ հրաշքները կատարվեց, մենք հիմա ունենք տղա թոռնիկ։ Բալիկիս մեծ փորձանքից ենք բրծել, այն որ կյանքը իրոք հրաշքով փրկվել է, որոշեցինք, որ գանք սուրբ տեղ, մոմ վառենք, Արմենիս խնդրանքով ավելի շատ։ Հաճախակի գալիս ենք, այստեղ շատ հաճախակի ենք գալի, բայց էսի այն որ Արմենիս համար, որ իրոք Աստված իրեն պահել է, երկու ձեռքով։ Վանքը փորված է քարանձավային հանգույցներով, եզրեր չունի եկեղեցական ավանդակարգային կառուցաշինական համակարգի հետ, բայց չափազանց ներդաշնակ է բնական ժայռին ու շրջակա միջավայրին։ Ժողովրդի լեզվով այս վայրը կոչվում է նաև Կույսի քարանձավ։
Ընդհանրապես հայկական ժողովրդականության մեծ վայելում ունի որոշակի ուխտատեղիներ եւ ուխտագնացությունը մեծ տեղ է տրվել հայ առաքելական եկեղեցում, որովհետեւ դեռ վաղ ժամանակներից սկսած մարդիկ գնում էին տարբեր ուխտատեղիներ եւ ուխտատեղին մասնավորապես առանձնանում էր հատկապես նրանով, որ լինում էր օրինակ ժայռափոր տարածքում, մի տարածք, որտեղ որ շատ քիչ էին այցելուները լինում առօրյա սովորական օրերին, բայց ուխտագնացության օրերին դա համամարտկային, այսպես համաժողովրդական ծավալի մեծ հոսք էր տեղի ունենում, հատկապես տոն օրերին, որովհետև ամեն մի ուխտատեղի ուներ իր օրը, որովհետև մասնավորապես այդ ուխտատեղիները ամեն մեկը նախատեսված է լինում որևիցե հիվանդության բուժման կամ այլ նպատակով։ Օրինակ հայտնի ծաղկևանքը կամ Սուրբ Վարվառան մեզ հայտնի մուրազատու երազանք տվող վայր է, հա, շատեր այնտեղ գնում են իրենց երազանքի հետևից, այսինքն ովքեր ամուսնացած չեն, գնում են մասնավորապես այնտեղ, որպեսզի իրենց երկրորդ կյանքի կեսին գտնեն, եւ երկրորդ տարբերակում հատկապես այնտեղ բխող սուրբ ջուր կա, որտեղից կարողանում են հավատալով այդ ջրի զորությանը բուժել աչքերի տեսողությունը։ Ծաղկևանքն առաջին հայացքից ասես մի թաքստոց լինի, որ փախչում է օրվա լույսից, բայց ճիշտ հակառակն է, այն կանչում է, խոսում է, բժշկում ու հնարավոր դարձնում ամենաանհնարին թվացող երազանքները։ Գրում է նաև Սուրբ Վարվառայի անունը, որովհետև ըստ ավանդության մինչ գլխատվելը Վարվառան փախչելով բռնակալ հոր հետապնդումներից թաքնվել է հենց այս քարայրում։ Ազնվական ընտանիքի աղջնակ էր, կույս էր, սուրբ էր, անարատ էր, եւ լսում է Քրիստոսի քարոզչությունը, Աստծո խոսքը, ավետարանը ընթերցում, գալիս է դեպի Քրիստոս հավատքով եւ սիրով։ Եվ դառնում է Քրիստոսի աղախինը, որտեղ իրեն այդպես էր համարում, որ ինքը Քրիստոսի Հիսուսի աղախին է, եւ իր ամբողջ սրտով ոգով ծառայում էր Հիսուսին, մեր Տիրոջը։ Ով էր Սուրբ Վարվառան։ Քրիստոնյա նահատակ, որ Եվրոպայում համարվում է ճարտարապետների, շինարարների, բանտարկյալների ու երիտասարդ աղջիկների պահապան Սուրբը։ Ըստ պահպանված տվյալների ու ուսումնասիրությունների ծնվել է 273 թվականին հռոմեական կայսրության կազմում գտնվող Նիկոդեմիա քաղաքում, հեթանոսների ընտանիքում։ Եղել է բացառիկ գեղեցկուհի։ Մեծ հետաքրքրություն է ունեցել քրիստոնեության հանդեպ, ի վերջո որպես դավանանք ընդունելով այն ու մկրտվելով որպես քրիստոնյա։ Հայրը Դիոսկորոսը, ով օտարադավությունը մահից ավելի է համարել, դստերն այլ կրոնից պաշտպանելու նպատակով կառուցել է մի բարձր աշտարակ ու նրան պահել այնտեղ, բայց Վարվառան ընդդիմացել է, կործանել հոր կուռքերը, կարգադրել նորոգվող տան պատուհաններից մեկը սարքել խաչաձև ու հրաժարվել ամուսնանալ հեթանոսի հետ։ Դիոսկորոսը մոլեգնել է ու գլխատման դաժան որոշում կայացրել։ Վարվառային հաջողվել է փախչել ու թաքնվել լեռան վրա։ Որոշ ժամանակ ապրել է քարայրում, սակայն մի հովիվ, ով հոտն արածեցնելիս հանդիպել է աղջկան, հայտնել է նրա տեղը։ Վարվառային բռնել են, ներկայացրել դատավորին։ Եվ դատավորը նորից կանչում է, հարցնելով, արդյոք ինքը չի թողնում Քրիստոսին, չի գալիս նորից իր հավատքին։ Սուրբ կույսը միշտ հաստատուն էր իր հավատքի մեջ։ Եվ երբևիցե չէր ուրանում Հիսուսին։ Այդպես տանջանքներով, խիստ ցավերով Վարվառային գցում են բանտի մեջ։ Եվ երբ որ Վարվառան աղոթում էր, Հիսուսն է երևում իր հրեշտակներով, բժշկում նրա վերքերը, առողջացնում եւ ասում միշտ հավատքի մեջ հաստատ եղել, որովհետեւ ես միշտ քո հետ եմ, Սուրբ իմ զավակս։ Եվ այդպես Հիսուս կարծես 2-3 անգամ երում է Վարվառային, օրհնում է նրան։ Վարվառան առավոտյան արդեն բժշկված, առողջացած կանգնում է նորից դատավորի առջև։ Դատավորն ասում է, տեսնում ես, ինչքան զորավոր է մեր Աստվածն, որ քեզ բժշկեցին։ Ես Սուրբին ասում է, քո գուրքերը ինչ չբժշկեցին։ Իմ Տերը Հիսուսը ինձ բժշկեց իր հրեշտակներով։ Ով մարդ ասում է, այդ քո կորքերը ուղղակի քարից պատրաստված արձաններ են։ Ես ճշմարիտ Աստծուն եմ հավատում, Տեր Հիսուս Քրիստոսին, որ ինձ բժշկեց եւ ինձ օրհնեց։ Ես նրա աղախին եմ եւ երբևիցե չեմ մոռանա իմ Տիրոջը։
Դատավորի հրամանով սրբուհուն ենթարկել են դաժան կտտանքների, կոտրել են ոսկորներն ու մերկ պտտեցրել քաղաքի հրապարակներում։ Չնայած այս բոլոր սարսափելի չարչարանքներին, Վարվարան չի ուրացել Քրիստոսին։ Երբ որ դատավիճերը ավարտում են արդեն այս բոլոր տանջանքներից, տեսնում որ հույսը հաստատուն է, հայրն ասում է, ենթարկում են արդեն մահապատժի, եւ հայրն ասում է, ես ինքս իմ զավակին մահապատիժ կատարեմ։ Եվ այսպեսի ծանր կարծես վիճակ է, այդ հայրը ուզում է այդ վճիռը կատարել, այնքան որ լցված էր այսպես չարիքով դեպի իր դուրսեր իր որդին։ Եվ ինքը բարձրացնում է լեռը Սուրբ Վարվարային եւ Հուլիան Ակուսին, երկուսն էլ գլխատում են։ Այսպիսով, ծաղկևանքը համարվում է Սուրբ Վարվարայի մահարձանը, թեև ըստ Վատիկանի Սուրբ Վարվարան առասպելական կերպար է, որի մահվան հետ կապված կա երկու պատմություն։ Մեկը դաժան հոր ձեռքով գլխատվելն է, մյուսը հրեշտակների կողմից նրա հափշտակությունը։ Ըստ ավանդության նաև մեր Սուրբ ծաղկևանքում է բերված եւ դրված Սուրբ Վարվարայի մասունքները։ Եվ դրա համար ամեն տարի գոնե 2 անգամ, որտեղ ծաղկևանքի տոնը նաև համբարձման տոնն է, գարնանը մարդիկ համբարձման օրը հավաքվում են այս լեռան վրա տոնախմբելու Սուրբ համբարձման տոնը։ Եվ երկրորդը արդեն այս տոնն է, որ մենք ասում ենք աշնան տոն, նաև միշտ Վարվարի արդեն Սուրբ Կույս Վարվարայի տոնն է, իր նահատակության տոնը, եւ մենք նորից հավատացյալները ժողովուրդը գալիս են այցի, այս անգամ Սուրբ Վարվարայի բարեխոսությունը հայցելու, առասված խնդրելու։ Սուրբ Վարվարայի կերպարը վաղ միջնադարյան արվեստում եւ հետագայում նույնպես լայն տարածում է գտել որպես հավատի, ամրության եւ նահատակության խորհրդանիշ։ Նրան պատկերել են եկեղեցիների որմնանկարներում, սրբապատկերներում, մանրանկարներում ու քանդակներում, ընդգծելով խորհրդանշաններ, որոնք խոր իմաստ են կրում քրիստոնեական ընկալման մեջ։ Վարվարայի պատկերագրության հիմնական տարրերն են 3 պատուհաններով աշտարակը, գավաթը եւ ջայրամի փետուրը։ 3 պատուհաններով աշտարակը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը, գավաթը հաղորդության խորհուրդը, իսկ փետուրը անմահությունը։ Ըստ միայն հինավուրց նույնատիպ լեգենդի հայոց լեռնաշխարհում ապրում էր Ծաղիկ անունով մի գեղեցիկ ու խոնարհ աղջիկ։ Նրա վայելչության եւ անարատ վարքի մասին շատերն են վկայում, բայց ինչպես բոլոր ավանդապատումներում, այստեղ նույնպես բարին ենթարկվում է չարի հարձակումներին։ Խիստ ու բռնկուն բնավորությամբ հայ իշխաններից մեկը, լսելով կույսի գեղեցկության մասին, ցանկանում է տիրանալ նրան, ու քանի որ սրտով չի հաջողվում, փորձում է ուժով։ Ծաղիկը զգալով սպառնացող վտանգը փախչում է, ապաստան գտնելով Արայի լեռան վրա։ Հասել է մինչև Ծաղկևանքի փեշերը, Արայի լեռան ստորոտը, եւ այնտեղ հանդիպել է մի հովվի։ Խնդրել է հովին, որպեսզի չմատնի իրեն։ Սակայն երբ որ իշխանի զինվորները հասել են հովին, հովը վախեցել է նրանցից եւ մատնել է Ծաղիկի տեղը։ Նույնիսկ ձեռքը մեկնել է, մատով ցույց է տվել, որ Ծաղիկը ապաստան է գտել այս քարանձավում կամ ժայռի մեջ փորված մի խորշում։ Այդ ժամանակ Ծաղիկը ավանդության համաձայն բարձանում է քարանձավի այդ ժայռի կատարին եւ այնտեղից իրեն նետում է ցած։ Իսկ հովիվը Աստծու կամոք դառնում է արձան։ Ոչխարներն էր իր դիմաց։ Երբ որ բարձրանաք Ծաղկևանք ճանապարհին, դուք կտեսնեք հենց այդ արձանը ոչխարների հոտի հետ։ Պարզ նշмарվում է հովիվը, ոչխարների հոտը, նույնիսկ հովվի շունը։ Ծաղիկը նահատակվում է, բայց նրա անունը կնքվում է քարայրում գտնվող հին մատուռին, որին տեղի բնակիչները կոչում են Ծաղկևանք։ Ասում են մատուռի կտուրից թափվող ջուրը սուրբ ու բուժիչ է։ Ոմանք այն համարում են Ծաղիկ կույսի, իսկ ոմանք էլ Սուրբ Վարվարայի արցունքները։ Մարդիկ հավատում են, որ եթե լվացվեն կամ լվանան իրենց աչքերն այս սուրբ ջրով, կազատվեն ամեն տեսակի տեսողական ցավերից։ Մարդիկ գալիս էին, ովքեր ունեն մինչև այսօր էլ
աչքերի որոշակի հիվանդությունների խնդիր եւ գիտեք ոչ թե ձեռքով են այսպես, գցում իրենց աչքերին, այլ աչքերը պահում են այդ քարանձավից կաթող ջրի տակ, որ երբ կաթիլը ընկնի իրենց աչքի մեջ եւ մեծ հավատում են, որ դա կարող է բուժել իրենց աչքերին լույս տալ, եւ գիտեք ինչ, հարգելիներս, խնդիրը ամեն ինչ, խնդիրը հավատի մեջ է։ Երբ մարդիկ գնում են ունեն այդ հավատը, որ գնալով եկեղեցի գնալով այդ մատուրը կունենան այն, ինչին իրենք ձգտում են, ինչին իրենք երազում են։ Այնտեղով կաթմա վերևից աստծո ջուրնա, վերևից կաթմա, հետո ցած փոսա, մեկ էլ տակից ասքիչ դուրս գալիս։ Այդ ջրերը բուժիչ է, դա որ տանում են։ Գլխի, աչքերի, ոտերին բուժում է էլի։ Երկաշարժի ժամանակ կույր մարդիկ են եղել, կույր մարդը եկել աստեղից, ասում հասել է այն ներքևի աշճանն է, ասում թողեք ինձ, ես կբարձրանամ։ Մեր ծնողները միշտ բերել են ստեղ ու այն ժամանակ արարողություն է եղել, պաստանի ստեղ մատաղ են կարել, այս դաշտերի մեջ, այս ծառների տակ մատաղ են կարել, կերել ենք, խմել ենք, այն ժամանակ սեն չեղել լրիվ, երկել են, պարել են, ուրախացել են ու միշտ իմ հիմնական ուխտատեղին ստեղ է եղել, եթե մի լավ նպատակ եմ դնում, ուզում եմ այս վանքի վրա դնեմ մատաղս, ինչ նպատակ ունեմ։ Գիտական տեսանկյունից ժայռաջրի բուժիչ հատկությունը պայմանավորված է յուրահատուկ քիմիական բաղադրությամբ, մասնավորապես ջրի մեջ առկա ցինկի խտությամբ, որը հայտնի է իր առողջարար ազդեցությամբ, հատկապես տեսողության բարելավման, մկանային եւ հոդային խնդիրների վերացման գործում։ Ցինկը կարևոր միկրոէլեմենտ է օրգանիզմի համար։ Այն ամրապնդում է իմունային համակարգն ու մեղմում բորբոքային գործընթացները։ Ուստի զարմանալի չէ, որ դարերի ընթացքում մարդիկ այցելել են Ծաղկևանք հավատալով, որ այս սրբազան ջուրը մաքրում է ոչ միայն հոգին, այլև առողջություն է պարգևում մարմնին։ Այնպես որ բնությունն ու հավատն այս վանքին մի խորհրդավոր ուժ են հաղորդում, որը դարեր շարունակ ներշնչել է հազարավոր մարդկանց։ Իրականում հետազոտություններ է կատարվել ու պարզել են, որ այդ ջրի մեջ ցինկի քանակը բավական բարձր է եւ որոշակի միներալային աղեր կան, որոնք որ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Իրականում դրանք ստորգետնյա բոլոր ջրերում կան եւ հատկանշական է, որ մարդիկ նախկինում չգիտեին դրա մասին, հա, այսինքն որևէ հետազոտություն չէր արվում, բայց իրենք զգալով դրա, այսպես ասած, օգտակարությունը, դրան տալիս են սրբի նշանակություն եւ հավատալով ջրի ուրեմն բուժմանն ու դրա նպատակահարմարությանը մշտապես դա դարձնում են որպես ուխտավայրեր։ Ես մի քիչ աշկերս լավ չէր դրսևորում, չէի կարում լավ տեսնել, բարձրացա ջուր էին բերել այդտեղից, ես սկսեցի իմ աշկերից ու զգացի, որ արդեն օր-օրի լավանում է իմ աշկերը։ Իմ կեսրարի աշկերը լավ չէր տեսնում։ Արդեն 80-ի մոտ, 75-ի մոտ մարդ էր։ Մի հատ գար վերցեցին, գնացինք այնտեղ, այդ ջրից ինքը կաթացած իր աշկերին, եկել ենք տուն մի 5 օր անցել է, ասենց անում, այ խարս, աշկերս լրիվ զուլալել է, լրիվ բացվել է։ Տարիներ առաջ դեպի Ծաղկևանք տանող լեռնային ճանապարհը եղել է գրեթե անանցանելի։ Այն վերանորոգվել է վանքի գերբնական հրաշքնապրած մի կնոջ կողմից, ով տևական ժամանակ զրկված է եղել մայրանալու բերկրանքից։ Սակայն այս մատուրում առաստված աղոթքից եւ կատարած ուխտից հետո Տերը նրան զավակ է պարգևել եւ որպես գոհության պատարակ նա վերանորոգել է ուխտավորների ճանապարհը։ Այդ քարանձավի շուրջը հիմա քարանձավի շուրջը մի հրաշալի այսպես պատ է կառուցված պատուհաններով, դռնով, հա, գեղեցիկ էսպիսի բան է կառուցված, որը ես պատկերացնում եմ, որ դա արել է մի մարդ, ով այցելել է այդ մատուրը, հասել է այն նպատակին, այսպես ասենք, մեր բանով բարբարայինով մուրազին, հա, եւ դրա փոխարեն ինքը կառուցել է պատը, գեղեցիկ հարդարել է, կառուցել են նաեւ ճանապարհ եւ ինչու՞ չէ մեքենայի ճանապարհ մինչեւ արել Լեռան խորքը, ինչպես նաեւ ճանապարհ, որ բարձրանը այդ բարձրունքը, հա, աստիճաններ են կառուցվել, խաչքարեր են տեղադրվել, այդ ամենը խոսում է այն իրողության մասին, որ մարդիկ այդ հրաշքը տեսել են իրենց կյանքում, գնացել են հավատով, ունեցել են այդ հրաշքը եւ դրա փոխարենը նվիրել են այն ամենը, ինչ իրենք կարողացել են։ Հրաշքների մասին նաև վկայում են հենց վանքի տարածքում վերխոյացած քարերը, խաչքարերը իհարկե։
որոնք յուրաքանչյուրը մի խոսուն վկա է, այն բժշկության, այն հրաշքի, որոնք մարդիկ տեսել են։ Բարձացել են հավատով, խնդրել եւ ստացել, վերադարձել են եւ տեղադրել խաչքարեր։ Այցելեք կտեսնեք, դրանցից ավելի խոսուն վկաներ չեք գտնի։ Ճանապարհի վերանորոգումը կյանքի կոչած կնոջ պատմությունը մինչ օրս փոխանցվում է, որպես հավատքի զորության կենթանի վկայություն։ Պատմում են, որ նա ծաղկևանք է ուղղորդվել երազի միջոցով։ Երազում տեսել է, թե ինչպես է կանգնած քարայրի առջև, ինչպես է մոտեցել ու խմել տանիքից կաթացող ջրից։ Արթնանալով որոշում է կայացրել բարձրանալ Արա լեռն ու գտնել մատուռը։ Այդպես էլ արել է։ Երազի կանչով հասել է սրբավայր, խոնարհվել ու սրտի աղաչանքն ուղղել Աստծուն։ Կարճ ժամանակ անց կատարվել է հրաշքը։ Նա մայրացել է եւ սեփական միջոցներով ու մեծ նվիրումով ձեռնամուխ եղել կիսաքանդ ճանապարհի վերակառուցման գործին։ Անահիտ անունով մի հատ աղջիկ շատ տարիներ առաջ ինքը երեխա չէր ունենում։ Էդի ես էլի անձամբ ես Անահիտին տեսել եմ, զրուցել եմ, որովհետև ես ընդեղ այգի ունեմ Ծաղկևանքի ճանապարհի վրա, այդ այգում ինքը եկավ եւ ասաց ես 15 տարի երեխա չեմ ունենում, որտեղ բուժվել եմ, ուր գնացել եմ, ոչ մի բան։ Հետո ես տեսել եմ երազում այս եկեղեցին Ծաղկևանքը ու եկել եմ այդտեղի։ Մի խոսքով այդ աղջիկը Ծաղկևանք այցելելուց հետո մի քանի անգամ եւ ինքը երեխա ունեցավ։ Դրանից հետո ինքը որոշեց, որ բերեր այդ ասֆալտապատ ճանապարհը սարքեց Ծաղկևանք եկեղեցում, որ մարդիկ ազատ գնան ու կան, բայց տարիների ընթացքում հեղեղաջրերը, անձրևաջրերը ճանապարհը մի քիչ խալխուլել են, բայց դրանից հետո ես էլ Անահիտին չեմ տեսել։ Ինքը խոստացել է, որ գա ապրում էր Իտալիայում, որ գա ինքը անպայման այցելի համ Ծաղկևանք, համ գա ինձ տեսնի։ Ծաղկևանքի ուխտի օրը համարվում է մայիսի 5-ը, համբարձման տոնը։ Այդ օրը մարդիկ հավաքվում են, աղոթում, մոմեր վարում, խնդրում սրբերի բարեխոսությունն ու տարաներով իրենց հետ սուրբ ջուր տանում։ Ուխտագնացությունն այստեղ հաճախ տևում է 7 շաբաթ։ Հավատացյալները ոտքով կամ մեքենաներով այցելում են, մասնակցում միջոցառումներին, հոգում փայփայելով նվիրական երազանքներն ու հավատով սպասելով հրաշքներին։ Ուխտի օրը վանքը լցվում է հավատացյալներով, որոնք ունեն նաև իղձերին սպասելու ավանդույթը, ըստ որի մատուռի մոտ թողնում են մի որևէ փոքրիկ առարկա կամ գրված նամակ, հավատալով, որ իրենց խնդրանքն անպայման կկատարվի։ Շատերն էլ պնդում են, որ երբեմն իրենց աղոթքներին ի պատասխան քարանձավից լսել են կույսերի ձայները։ Մասնավորապես ուխտագնացության վայրերը, եթե ուշադրություն դարձնենք, չեն կառուցվում օրինակ քաղաքի կենտրոնում, գյուղի մեջտեղում, հա, անգամ եթե գյուղերում է այդ ուխտատեղիները, դրանք պատրաստվում են գյուղին հարակից ժայռափոր տարածքներում կամ այնպիսի անմատչելի վայրերում, որտեղ ամեն դեպքում դժվար է հասնելը։ Ինչու, որովհետև սա ուներ երկու նպատակ։ Նախ Աստծուն եւ երազանքներին դժվար է պետք հասնել եւ երկրորդ տարբերակը հաճախ երբ որ օրինակ թշնամին հարձակվում էր, չէ՞ որ այդ ուխտագնացության վայրերում պահվում էին ավետարաններ եւ սուրբ օրինակ նշաններ, խաչեր եւ այլն, հետաբար պետք էր դրանք թշնամուց պաշտպանել։ Այդ վայրերը մնում էին քողարկված ուղղակի, որտեղ թշնամին չգիտեր, որ այս ժայռափոր տարածքում պահվում էր նմանատիպ նյութական հարստություն, որը այս դեպքում ոչ թե ոսկին էր, գանձերն էր, այլ սուրբ ավետարանը։ Ուխտագնացությունը Ծաղկևանքում դառնում է ոչ միայն հոգևոր, այլև մշակութային իրադարձություն, համախմբելով տարբեր համայնքներ Հայաստանից ու Սփյուռքից։ Այցելուները գալիս են երեխաների հետ, ընտանիքներով, աստվածային ներկայության վայրում իրենց աղոթքներն ու խնդրանքներն Աստծուն ուղղելու համար։ Այստեղ կարծես կանգ է առնում ժամանակը եւ ամփոփվում քարերի հիշողության մեջ ապրող պատմություններով, որտեղ հույսը կենթանի է, հավատքն անսասան։ Ես Պետերբուրգից եմ եկել, չնայած այստեղ սովորել եմ համալսարանը, գնացել ենք 50 տարի առաջ ավարտելով, գնացինք Ռուսաստան, բայց հիմա եկել եմ Ծաղկևանք, որ մոտիկ լինեմ, իմ սրտով մոտիկ լինեմ մեր հավատքին, մեր խաչին, այդ խաչը միշտ փրկել է հայերին։ Կանադայից ես եկել եմ այս անգամ հատուկ առաքելությամբ, բայց իմացա Ծաղկևանքի մասին եւ ինձ հետաքրքիր էր տեսնել
որտեղ մինչ այդ ես ջալդարաբերության պատմությունից ծանոթ եմ եւ տեսել եմ Քեղարթի վանքի ժայռափոր եկեղեցին։ Ջալդարաբերության տեսակետից իհարկե ինքը դարբեր է, չի կարելի հայմատել են այդպիսի ջալդարաբերության հետ ինչպես տեսնում ենք այլուր ժայռափոր եկեղեցիներ, որովհետև ինքը օրինակ որ նայեցի ներսը սրբադաշտ կար համարյա չունի։ Ինք ուրեմն ավելի շատ քարանցավ է ժայռափոր։ Չեմ տեսնում հետքեր բարբետների, կորձիկների, որբեսի ասեմ, որ ասենք թե այդպես փորված է հատուկ, թե ինքը բնական ժայռափոր քարանցավ է եւ բադ ավելացնելով իրեն վերածել են այդպիսի սրբավայրի կամ եկեղեցու։ Բուժի չամբավն ունեն ոչ միայն ծաղկևանքի ջուրը, այլև մատուռի մերձակայքում աճող բույսերը։ Ասում են, քանի որ այս վայրում խոտերը, ծաղիկներն ու թփուտները սնվում են սրբազան հողով ու ջրով, օժտված են բուժիչ ու հոգևոր ներգործությամբ։ Տեղաբնակների փոխանցմամբ այստեղ կարելի է հանդիպել այնպիսի բուսատեսակների, որոնք աճում են լեռան միայն այս գոտում։ Մարդիկ այս բույսերը հավաքում են խնամքով, մաքուր մտքով, աղոթքով եւ հատուկ օրերի, դրանցից պատրաստելով թուրմեր, դեղամզվածքներ, թեյեր, իսկ որոշ բույսեր չորացնում են, կախելով տան շեմին չար աչքից պաշտպանվելու նպատակով։ Մի հատ կին ոտաբոբիկ, անձրև, կարկուտ գալիս է, ոտաբոբիկ գալիս է։ Եկավ ասի, աջանում, այդ նորմալնի կինը խի պտի գա, ասեց քրոջս տղան ասում է, ես էի պահում, ասում է, եկանք ասում է, աստեղ ընկավ են կանալը, ուժեղ ասում է, կանալը ջուրեր գալի, ասում է, այդպես ասում է, Աստված գոնե կենթանի չի լինի, գոնե դիակը գտնենք, ասում է, կենթանի գտանք, ասում է, սենց ծաղկևանքին էի ասում էի, գոնե իրա դիակը գտնենք, ասում է, Իրանը կենթանի գտակ, դրա համար ասում է, ամեն տարի ես այտենց ոտաբոբի գալիս եմ ստեղ։ Ծաղկևանքը ոգեշնչել է ոչ միայն ժողովրդին, այլև մեծանուն գրողներին։ Խաչատուր Աբովյանն իր առաջին սերը պատմվածքում հիշատակել է այս սրբավայրի մասին։ Նա այն ներկայացրել է որպես հայության ոգու խորհրդանիշ, մի վայր, որտեղ մարդը կարող է հասկանալ իր ծագումն ու նպատակը։ Աբովյանն այն նկարագրել է իբրև հայ ազգի մաքրության, ինքնության եւ հանուն հայրենիքի մարտնչելու սրբագործման վայր։ Ծաղկևանքի ծերին պիտի կանգնես, որ իմանաս այս երկնանման բարձրությունից էին հայք իրանց աշխարհին մտիկ տալիս։ Այսպես է մեծ լուսավորիչը ընկալել սրբազան վայրի հոգևոր խորհուրդը, ասելով, որ հենց այստեղ են ձևավորվել հայ ժողովրդի մեծ մտածողները։ Ով Հայաստանու սուրբ աշխարհի մեծությունը, նրա դրախտանման դաշտերի հոտն ու համը, այն ծաղկափթիթ ձորերը, այն անմահական աղբերների ջուրը, ու հայոց անմեղ ազգի հագուստը, ուրախությունը, խաղը, բարեպաշտությունն ու աստվածասիրությունը կամենում էր տեսնի, նրա գառը որդոց ազիզ երեսին նայի, մուրազն առնի, Էստեղ պետք է գար, ծաղկևանքի ծերին պտի կանգներ, որ իմանա, թե այս երկնանման բարձրությունից էին հայք իրանց աշխարհին մտիկ տալիս։ Մասսա, Ալագյազի վրա խնդում, Նոյան տապանը, լուսավորչի կանթեղը, Սուրբ Գեղարդավանքն, Էջմիածինն ու խորվիրապ միտքները բերում, կրակի պես վառվում, արծվի պես թռչում, ամպի հետ բարձրանում, ջան ու արին ջրի պես մատաղ անում, որ իրանց լիս հողիցը չզրկվին, չհեռանան, սուր տան, սուրը քաշվին, բայց էնտեղ ապրին, էնտեղ մեռնին։ Սրանք էին, որ հայկավեհ սիրտը վառեցին, վաղարշակ իրանց ծոցը քաշեցին, Տիգրանին թետվին, տրթատին հրովմա ետբերին, վրամ շապուհի վսեմ միտքը բորբոքեցին, որ Հայաստան իմաստության տան շինի։ Սրանք էին, որ Մովսես Խորենացին տեսնելիս վերանում էր, Եղիշե պատմելիս խոյանում, Վարդան, Վահան Մամիկոնյան արին վերածելիս նոր հոգի առնում, Ներսես շնորհալի, Ներսես Լամբրոնացի գովելիս հրեշտակի լեզու ստանում։ Խաչատուր Աբովյան։
Գրական այս անդրադարձը ոչ միայն հարգանքի տուրք է սրբավայրի հանդեպ, այլև ապացույց, թե որքան խոր արմատներ ունի այս վայրը հայ մշակույթում։ Մեծ գրողի բառերում կա ոչ միայն հավատք, այլև ազգի հիշողություն, երազանք, զոհաբերություն ու հույս։ Չէ որ գրականությունը նոր շունչ է տալիս ավանդազրույցներին վերածելով հավատքի կենթանի ժառանգության, հատկապես երբ այն համադրվում է իրական վայրի հետ ու դառնում ապրող ճշմարտություն։ Իմ աղոթքի պատասխանը ես միշտ զգացել եմ։ Իմ աղոթքի պատասխանը ես միշտ ոնց ասած Աստծո ներկայությունը մենք միշտ զգացել ենք մեր տան մեջ, իմ տղայիս գործերի մեջ, իմ գործերի մեջ, ամեն ինչի մեջ մենք Աստծո ներկայությունը զգացել ենք։ Առողջության մեջ, ամեն ինչի մեջ Աստված մեր հետ քայլում է, մեզ շատ է սիրում, մենք էլ իրան փառք Աստծո։ Խաչքարը թող բոլորն էլ ունենան հնարավորություն, թեկուզ մի փոքրիկ այս տեսակի բարեգործություններ անեն եկեղեցիներին։ Թեպետ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ պատմագիտությունը փաստարկներ է պահանջում, եւ Ծաղկևանքի կամ Կույս Վարվարայի մասին շատ բան է մնացել լեգենդի, ժողովրդական ասեկոսների մակարդակում, թեպետ այս պատմությունները հաստատված չեն ճշգրիտ աղբյուրներով, բայց ապրում են ժողովրդի հիշողության մեջ որպես հոգևոր ժառանգություն։ Հենց այդ պատճառով էլ նման վանքերը չեն կորցնում իրենց իմաստը հոսանքների ու փոթորիկների մեջ, այլ շարունակում են ապրել ու շնչել որպես հավատի իրական աղբյուր։ Ծաղկևանքը համախմբում է բնության ձայնը, ժայռերի ուժը, այնտեղ պահ տված անցյալի շշուկները։ Այստեղ խոսում են լեգենդները, դեպի երկինք ուղղված աղոթքներն ու հանուն հավատքի սրբադասվածների հիշատակը։ Ոմանց համար սա պարզապես քարանձավ է, իսկ հավատացողների համար հրաշքների իրականացման վայր։ Մարդիկ գալիս են այստեղ հոգու աչքերով տեսնելու այնինչ անտեսանելի է։ Չէ որ այնինչ հավատքով ես տեսնում, երբեք չի մոռացվում։ Անպայման սպասեք ձեր բաժին հրաշքին։ Կհանդիպենք։